Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է այսօրվա մեր երրորդ հյուրերին ողջունելու ու խոսելու ենք Արագածոտ մարզի Թալին համայնքի Հայեմ հիմնադրամի Դյուցազնատուն մարզկենտրոնի մասին, որը Հայաստանում իր նպատակային ուղղվածությամբ միակ գործող մարզական կենտրոնն է, որն այս տարիներին մեծ հաջողություններ է գրանցել ու ամեն ինչի մասին կպատմեն հիմա մեր հյուրերը։ Մեր տաղավարում են Դյուցազնատուն մարզկենտրոնի տնօրեն Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրաջյանը, բարի լույս, եւ Թալին համայնքի Հայեմ հիմնադրամի Դյուցազնատան մարզի Գինեսի վեցակի եւ հայկական դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Եղյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ ցտելու համար։ Այո։ Եվ սկսենք հիմնադրման պատմությունից 2021 թվականին է ընդամենը հիմնադրվել, ընդամենը, որովհետև շատ կարճ տարիների գործունեության ընթացքում բավականին մեծ աշխատանքներ է իրականացրել այս կառույցը, բայց որտեղից եղավ գաղափարը, որ հենց այսպիսի կենտրոնն է մեզ պակասում։ Տեսեք, գաղափարը դեռ նախ շնորհակալ ենք հրավերի համար։ Սիրով։ Գաղափարը շուտվանից կար, դեռ 10 տարի առաջ, այսինքն երբ որ ես 2011 թվականին սահմանեցի իմ առաջին ռեկորդը, պտտաձողի վրա 1001 պտույտ ռեկորդը, մեծ պտույտի հետ վարժությամբ, որը 11 տարի մնաց հայի ձեռքում, պատկանեց ինձ մինչև 2022 թվականը, երբ որ Մոնղոլ մարզիկը ռեկորդը գերազանցեց։ Երբ որ ես սկսեցի պարապմունքները եւ հասա այն աստիճանի, հասա մեծ նվաճման եւ հանդիսացա աշխարհում առաջին հայը, ով ամենաշատ ռեկորդներն ունի Գինեսի գրքում գրանցված, փաստացի 8 ռեկորդ։ Դա նաեւ պաշտոնապես հայտարարել ենք եւ իհարկե կա նաեւ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ներկայացված։ Գաղափար առաջացավ իմ մեջ եւ այդ գաղափարը բնականաբար ես չէի կարող միայնակ իրականացնել եւ պետք էին աջակիցներ, հովանավորներ, իդեմս Հայեմ բարեգործական միության կամ Հայեմ հիմնադրամի ղեկավար մի հրաշք անձնավորություն պարոն Նշան Աճեմյանի, որ օվկիանոսից այն կողմ, գիտեք արդեն լսած կլինեք, 2 տասնյակից ավել արդեն գործունեություն է իրականացնում Հայեմ հիմնադրամը, որի մեջ նաև անմասն չի մնում սպորտային միջոցառումները, կրթական, մշակութային, գիտական տարբեր ուղղվածությամբ։ Եվ այսպես պարոն Աճեմյանի հետ մենք համատեղ եկանք այն գաղափարի, որ պետք է ստեղծենք Հայաստանում միակ գործող մի մարզական կենտրոն, որի հիմնական նպատակը կլինի ապագա երեխաներին 8 տարեկանից սկսած, 8 տարեկանին սահմանափակում չունենք, նրանց միջի տաղանդը բացահայտելը եւ Գինեսի համաշխարհային ռեկորդակիր դարձնելը։ Իհարկե այս գաղափարի մասով մեզ աջակցեց նաեւ Թալինի համայնքապետարանը, Արագածոտնի մարզպետարանը, ովքեր իրենց կողմից համապատասխան աջակցություն ցուցաբերեցին, Թալինի համայնքապետարանը իդեմս պարոն Տավրոս Սապեյանի տարածք հատկացրեց մի փոքրիկ գողտրիկ անկյուն, բայց 4 տարիների ընթացքում մենք հասրեցինք ձեռք բերել համաշխարհային այնպիսի մեծ նվաճման, փաստացի եմ ասում, 21 Գինեսի համաշխարհային ռեկորդ ունենք, ներկայությամբ գրանցված մարզական կենտրոնը։ Իսկ քանիսին ենք սպասում։ Սպասում ենք 15 ռեկորդի հայտ ենք տվել, չհաշված իմ 8 ռեկորդները բնականաբար, դա մենակ սաների մասով եմ ասում, եւ 2 տարի առաջ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում համապատասխան հոդված գրվեց մեր դյուցազնատան մասին, որը հանդիսանում է ամենաշատ մարզիկներ տված մարզական կենտրոնը եւ շուտով մենք նաեւ հասնելու ենք այն նվաճման, որ դյուցազնատունը եւս գրանցվի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաշատ ռեկորդակիրներ տված մարզական կենտրոնը։ Իսկ ինչպիսին է ընթացակարգը եւ մեխանիզմը մարզակենտրոնի, ինչպես են ձեզ դիմում, ինչպես կարող են երեխաները դիմել եւ ինչ չափորոշիչներով եք կողմնորոշվում, որ երեխաներին ընտրել եւ ոնց եք հասկանում նրանց յուրահատուկ ունակությունների մասին։ Տեսեք, Գինեսի համաշխարհային ռեկորդների կայքը ունի բազմապիսի ռեկորդներ եւ այդ ռեկորդները ցանկը ես եմ ուսումնասիրում, տեսնում եմ, որ երեխայի մեջ ինչ ռեկորդային ունակություն կա, օրինակ մեկի մոտ կարող է քանից լավ ստացվել, մեկի մոտ պտտաձողից գաղտրությունից ցկում, վարժություն,
ու տարատեսակ իհարկե ուժային վարժությունների մասին է խոսքը, բայց 8 ստանդարտ կա, 8 տարեկանից ենք մենք մարզական կենտրոն ընդունում երեխաներին։ Իհարկե նաև սիրողական պարապմունք էլ ունենք մենք, բնականաբար ուզում է մարզիկը քաշ գծի կամ ասենք իր սիրողական հաճախումները իրականացնի, այո, մարզումները իրականացնի, մենք չենք ասում, որ պարտադիր պետք է հաճախի մարզական կենտրոն եւ ռեկորդակից դառնա, որովհետեւ ամեն մեկի մոտ չէ որ ստացվում է, բնականաբար մենք մերժումներ ենք ունեցել, ուղարկել ենք Գինեսի համաշխարհային ռեկորդների գրասենյակ, բայց ցավոք սրտի մերժումներ են ունեցել։ Տեսեք, իրենք պայմաններ են առաջարկում, համապատասխան պայմաններ կա, այդ պայմանները մենք պիտի ապահովենք, պրոֆեսիոնալ նկարահանում, վկաների ներկայություն եւ նկարահանում ենք ու ուղարկում ենք on-line տարբերակով իրենց կայքին։ Եվ ժամանակատար process է, ճիշտ ասած 6 ամիս պետք է սպասենք, որպեսզի տեսնենք ինչ պատասխան պետք է գա, կամ պիտի մերժվի, կամ պիտի բավարարվի։ Ահա, կամ հերթական հաղթանակը գրանցենք։ Աշոտ, ձեր ճանապարհը ինչպես տարավ մինչև հաղթանակներ, դյութազնագիրք, հետո արդեն Գինեսի ռեկորդների գրքում ձեր անունը գրելը։ Ես փոքրուց սպորտ շատ եմ սիրել, միշտ ձգտել եմ լուրջ ինչ-որ մի հատ նվաճում ունենամ սպորտից։ Պարապել եմ փոքրուց շատ, սիրողական։ Հետո դիմել եմ մեր ընկեր Ռոմանին, իմ մարզիչին, ինքը ինձ չի մերժել, այտենց երկար մարզումներից հետո ստացվել է ռեկորդները։ Այսինքն մենք մեկ տեղում ենք ոչ թե միայն Թալինի տարածաշրջանի մարզիկներին, տեսեք Աշոտը Սիսյանից է, այլ նաև քանի որ Հայաստանում միակ մարզական կենտրոնն է, մենք Երևանից էլ ունենք մարզուհի, Սիսյանից Աշոտն է ներկայացնում որպես մարզիկ, Արտիկից նույնպես մեր հանրաճանաչ Հայկ Ֆրիստալը նույնիսկ դիմել է ցանկությունի մեզ մոտ ռեկորդ սահմանելու։ Կադրերում ո՞ր ռեկորդի նախապատրաստական եւ նկարահանման աշխատանքներն են, փոքր պատմեք։ Այս ռեկորդը Աշոտի 3-րդ համաշխարհային ռեկորդն է, փորձում է գերազանցել պակիստանցի Իրֆան Մեսուդի ռեկորդը, իր վրա կրելով 45.5 կիլոգրամ ծանրություն, թռիչք բարձրության ռեկորդն է, 78 սանտիմետր է բարձրությունը, բայց ինքը կատարում է 80 սանտիմետր։ Ասեք առաջին փորձը չստացվեց, բայց Գինեսի համաշխարհային ռեկորդի գրասենյակը տալիս է 3 փորձի հնարավորություն։ Եվ այստեղ երկրորդով անցել եմ 45 կիլոգրամ։ Այո, 45 կիլոգրամ ծանրություն մեջքին, 80 սանտիմետր։ 80 սանտիմետր։ 2 սանտիմետրով անցել եմ։ Ինքը գերազանցեց գործող ռեկորդը, սանտիմետրով գործող ռեկորդը։ Մենք մեր սեղանին նաև տեսնում ենք այո Գինեսի ռեկորդի վկայականը եւ մեդալները, պատմեք մեզ նաև այդ մասին։ Ո՞ր ռեկորդներն են այստեղ բացի այս մեկից։ Սերտիֆիկատները առաջի, երկրորդ, երրորդ ռեկորդներն են, որ կատարել եմ։ Ռեկորդների Լեհաստանում եմ կատարել։ Ճկուտ մատերով առաջի ռեկորդը որ կատարել եմ, ճկուտ մատներով կատարել եմ 70 կիլոգրամ ծանրածողը միջնամատերով բարձրացրել է, կատարել է ցկուն վարժությունը անմեջ 40 անգամ, այսինքն 40 անգամ 70 2800 կիլոգրամ ընդհանուր հաշվարկով եւ ճիկույտ մատերով էլ 30 կիլոգրամ ծանրածողը 42 անգամ է բարձրացրել ու նույն օրում է կատարել։ Այո։ Մի պատկերացրու։ Ես այդքան էլ լավ չեմ հասկանում։ Մատերի գերհզոր ուժումի մեր Աշոտը։ 30 կիլոգրամ 30 կիլոգրամ ծանրածողը գետնից բարձրացրել է ցկուն վարժություն մինչև ծնկները եւ դրել գետնին 1 րոպեում 42 անգամ։ Այսինքն 42-ը բազմապատկում ենք 30-ով, ստանում ենք իր քաշը, որ գերազանցեց իտալացի Մարշելո Ֆերի գործող ռեկորդները։ Աշոտ, երբ հասկացաք, որ ծանրությունները ձեզ շատ թեթև են տրվում։ Փոքրուց ես Ինչպես։ Իմ արվինը ադապտացվել է փոքրուց, ես շատ եմ սիրել, ինձ միշտ հետաքրքիր է, այլ ես ծանրամարտ եմ ամենաշատը սիրել փոքրուց։ Միշտ ցկտել եմ, ուղղակի տարիքի բանով չկարողացա ընդգրկվեմ։
Ծանրամարտի այդպես, մարզումներին։ այո։ Իսկ ինչ խորհուրդ կտաք բոլոր այն պատանիներին, երեխաներին, որոնք ուզում են սկսել մարզվել, այլ ռեկորդներ սահմանել, որտեղից պետք է սկսել։ Իմ կարծիքով ամենաշատը պետք է շատ սիրես քո մարզաձևը։ Դա իմ կարծիքով ամենաառաջնային է, ամենակարևորն է։ Պետք է շատ քրտնաջան աշխատես, սինվես հույսով, հավատով ու հաստատ կստացվի։ Ես վստահ եմ։ Բայց ռեկորդը սահմանելուց հետո էլ պետք չէ հանգիստ նստել տանը, չէ, որովհետև ինչ որ մի երկրում կարող է գերազանցեն այդ ռեկորդը։ Եղել է արդյոք դեպք, որ որոշեք ձեր սահմանած ռեկորդը գերազանցել։ Եղել է ու արդեն անցել եմ։ Սեպտեմբերի 25-ին վերջի ռեկորդը, որ իմ հաստատվել է, սեպտեմբերի 25-ին Լեհաստանում անցել եմ իմ գործող ռեկորդը։ Գործող ռեկորդը պլանկ վարությունն է եղել, հակադարձ պլանկ վարություն։ Այդպես է կոչվում ռեկորդը։ Իսկ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ։ Այսինքն մարզիկը 45.5 կիլոգրամ ծանրություն մեջքին, որովայնային հակադարձ պլանկ վարժությունն է կատարում, ձեռքերով հենված, պահում է ամբողջությամբ քաշը բարձր, ձեռքերի ափերը եւ կրունկներն է միայն գետնին դիպչում։ Ինքը սահմանեց նույն վարժությունը 36 կիլոգրամով, տեսնում եք հավաստագիրը, գրանցվեց եւ նորից իր ռեկորդը ինքը այսինքն պահել էր 2 րոպե 39 վայրկյան, գերազանցել էր նորից պակիստանցի Իրֆան Մերսուդի սահմանած ռեկորդը։ Եվ նորից Աշոտը իր ռեկորդը թարմացրեց վերջերս սեպտեմբերի 25-ին Լեհաստանի Կարտուզի քաղաքում, իդեպ նշեմ նաեւ, որ դրսում նույնպես մեր հայրենակիցները սիրով մեզ ջերմորեն ընդունում են, իդեմս Էշմիածինցի Էդուարդ Բարսեղյանի, ով Լեհաստանի պատանիների հավաքականի ըմբշամարտի այ մարզիչն է եւ այնտեղ կազմակերպչական բուրըն գործունեությամբ ընդունեց, կազմակերպեց արդեն երկրորդ անգամը ռեկորդները սահմանում ենք եւ իհարկե ոնց որ ասած ամեն տարի մենք պատրաստվում ենք Լեհաստանում իշո մի ռեկորդ գրանցենք իհարկե ոչ միայն Աշոտի կողմից այլ նաեւ հետագայում նորից մարզիկներ ընդգրկելով։ Արդյոք նաև կապը պահում եք Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ եւ գուցե նրանցից շատերը ցանկություն հայտնեն իրենց ռեկորդները հենց Հայաստանի դրոշի տակ ներկայացնելու եւ Հայաստանից ուղարկելու Գինեսի ռեկորդների գրասենյակ, որպեսզի գրանցվի։ Իհարկե կապը կա, ունենք Սփյուռքում բնակվող շատ մարզիկներ, ովքեր եւս ցանկանում են իրենք էլ հայտնի դառնան, այսինքն ունեն ունակությունը, բայց չգիտեն ինչ ճանապարհով հայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում։ Այդ ճանապարհը հայտնվելը անհատակ մարզիկը չի կարող ինքնուրույն իրականացնել, որովհետև դա ես քիչ առաջ նշեցի, վկաների ներկայությունն է պետք, որոնցից մեկը նաև հենց ես եմ հանդիսանում որպես վկա, արդեն Գինեսի այս ճանապարհը անցածավ, փորձ ունեցող եւ բազմակի ռեկորդակիր եւ իհարկե բազմակի ռեկորդակիր եւ նաեւ Դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ պարոն Վարդան Թոմասյանի ստորագրությամբ կնիկված մենք փաստաթղթերը ուղարկում ենք Գինեսի ռեկորդների գրասենյակ, որպեսզի այդ ամեն ինչը հավաստի լինի եւ գրանցվի։ Այսինքն մարզիկը ինքնուրույն չի կարող որևիցե բան անել։ Մենք պետք է կազմակերպությունով այդ ամեն ինչը ներկայացնենք։ Այնպես որ եթե դուք 8 տարեկանից բարձր եք եւ ցանկություն ունեք Գինեսի ռեկորդների գրքում կամ մեր դյութազնագրքում գրանցվելու, ապա մի մոռացեք այս հասցեն, դիմեք եւ վստահաբար ձեզ էլ կօգնեն անգամ մարզումներից սկսած։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ իհարկե հաջողություն ենք մաղթում թե ձեզ, թե նաեւ մյուս մարզիկներին ու հույս ունենք, որ հաղթանակները 2026-ին ել ավելի մեծ թվով կլինեն։ Իհարկե ռեկորդակիր հայ դյուցազոնների քանակը թող բազմապատկվի, եթե իհարկե ոչ եռապատկվի ու քառապատկվի։ Շնորհակալություն ձեր մեծ գործունեության համար։ Մենք էլ ենք շնորհակալ, իդեպ նաև հավելում անեմ, որ կոնկրետ Աշոտի մասով մենք ամեն տարի, որ պատրաստվում ենք միջազգային ասպարեզում ցույց տալ նրա ռեկորդային կարողությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը իդեմս տնօրեն Արմեն Ստեփանյանի, քանի որ իրենք էլ հովանավորում են Սյունիքի մարզի ներկայացուցիչներին, իրենք միշտ իրենց պատրաստակամությունն են հայտնել, պարոն Ստեփանյանը, որ Աշոտի մասով կաջակցի ցանկացած միջազգային ասպարեզում հանդես գալու հետ կապված։ Ընտիր, շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ, լսենք երաժշտություն։